Տեղեկություն կա, եպիսկոպոսած դասի մեջ ամենահարուստ եպիսկոպոսն եք, նույնիսկ ասում եմ, որ դուք հեկ ունեք։ Արդյոք այդպես է թե ոչ։ Ձեր ունեցվածքը որտեղից եք դիզել։ Արդյոք եպիսկոպոսը կարող է այդքան ունեցվածք դիզել եւ այդ հարցերը նաեւ հնչում են իշխանությունների կողմից։ Կարելի է ամփոփել, դուք աղքատության ուխտը խախտել եք։ Եվ այդ ռեստորանը ձեզ հետ կապ ունի Նորավանքի մոտի ռեստորանը։ Այդքան գումար որտեղից եք դիզել, այդքան հարստություն։ Եվ բավականին շքեղ մեքենա եք վարում։ Դուք իմ հարցի պատասխանը գնացեք սրբազան։ Այդ հարցի պատասխանը լրատվամիջոցներով բազմաթիվ անգամ Դուք հիմա ուղիղ եթերում Մենք այս սերնդի լրատվամիջոցներն ենք։ Այդ հարցի պատասխանը բազմաթիվ անգամ թերթերով լրատվամիջոցներով հնչեցվել է։ Այդ հեկի հետ կապված դա եղել է ծրագրային, նպատակային եւ արվել է եւ եկամուտները ֆիքսված օգտագործվել են, ինչի համար որ նախատեսվել է։ Այդտեղ իմ դերակատարությունը դա սեփականություն չէ։ Իսկ բուհը սեփական էր։ Ոչ։ Իսկ ռեստորանը։ Լսեք երեխեք։ Հարցնում ենք, որտեղ հասարակությունը ձեզ հարցնելու է։ Համբերեք պատասխանեմ հասարակություն։ Այս կողմը հասարակությունը եւս։ Ես ավելի առողջ հասարակությունը։ Սրբազան խնդրում ձեր հարստության մասին ասեք, հա։ Հիմա խնդիր չի, որևէ գաղտնիք պայելու արժ չունեմ։ Հեկի մասին ասացի կարծեմ, բավարար էր։ Ձերն է թե ոչ, հստակ ասացի, դա սեփականություն երբեք չի եղել եւ չէ։ Ձեր ազգականների սեփականությունը հանդիսացել, առողջվող անձի սեփականությունը հանդիսացել է։ Լսեք պատասխանը, դա ինձ հետ որևէ կապ չունի կամ կապ ունի այնքանով, որ բոլոր լավ ծրագրեր, ինչ որ ես կարող եմ մեր մարզում օգտակար լինել, օգտակար լինում եմ։ Իսկ հիմա մանայեք, երբեմն մենք հայտնում ենք այսպես անորոշությունների մեջ, այն ժամանակ, երբ որ Հայաստանում հոսանք չկար, էլեկտրականություն չկար, եւ կառավարությունը, եւ բոլորը ժողովուրդը ցանկանում էին, որպեսզի կառուցվեն այդպիսի կառույցներ, որպեսզի կարողանան գոնե 2 ժամ հոսանքը դարձնել 3 ժամ։ Բայց կարող է եպիսկոպոսը զբաղվել այդպիսի հարցերով աշխարհում։ Եպիսկոպոսը չի զբաղվում։ Եպիսկոպոսը որպես թեմի առաջնորդ կազմակերպում է ժողով, քննարկում, դոնորների, դրսի կազմակերպությունների հրավիրում, ծանոթացնում է ներսի աշխատողների հետ։ Իսկ փայունելին է իր գոնե թեմի հարցերին լուծումներ գտնել։ Իսկ փայունելին է։ Այսինքն դուք ուզում եք ասել, որ հեկից ինչ հասույթ որ ստացել եք, դա դրել եք թեմի։ Դա մեկ առ մեկ դրամար եմ ասում, դա նախորդ։ Բայց դուք եք տնօրինը, ոչ, ես չեմ տնօրինը, ես եմ թեմը պահել այդ գումարներով։ Ես ինչ խոսքի եմ թեմը պահել այդ գումարներով։ Դուք ասում եք ներդրում եմ արել թեմը։ Երեք ով լսեց ես այդպեսի բան ասեցի, միած ձեր զայնագրությունը բացեք նայեք։ Ասում եք ներդրում եմ արել թեմը։ Ոչ, չեք հասկանում պատասխանը կներեք։ Դուք հստակ չեք ասում։ Հստակ եմ ասում։ Ունեցվածք հարստություն թե ոչ։ Դուք հարուստ եք թե ոչ։ Ես հարուստ եմ հոգեպես, շատ հարուստ։ Իսկ նույնիսկ դուք Jaguar եք վարում, կներեք։ Ձեր ավտոմեքենա Jaguar է։ Դա ըստ էության այսօրվա վիճակով ժամանակավոր վարում եմ եւ իմը չէ։ Իսկ ճիշտ է որ գնացել եք սալոն եւ ուզեցել եք Jeep Grand Cherokee առնեք, բայց հետո մի քիչ շատ ճոխաթվացել, մի քիչ ավելի էժան Jeep եք առել։ Այո, չէի կարող առնել։ Արա 5 տարի հնության չի։ Դուք կողմ եք Բագրատ Սրբազանը, մի րոպե, Բագրատ Սրբազանի ձևավորած շարժմանը, դուք կողմ եք թե ոչ։ Բագրատ Սրբազանը ձևավորեց շարժում, Կիրանցից սկսեց Երևանում այս պահի դրությամբ այդ շարժումը չկա, որտեղ ձեր ընկերները, ձեր ծառայակիցները կալանավայրում են։ Ինչ գնահատական եւ ինչ մոտեցում ունեք այս մասով։ Ես այդ հարցին ծանոթ եմ այնքանով, որքանով որ ներկայացվել է։ Ում կողմից ներկայացվել։ Հայլուրով։ Ժողովին ես այստեղ գալիս եմ, երբ որ ինչ ժողովի են կանչում, այլապես ես այստեղ անելիք չունեմ։ Նրանց տեղն է բանտը թե ոչ։ Ձեր ծառայակիցների տեղն է բանտը թե ոչ։ Պատասխանում եմ ձեր հարցին, գոնե ձեր հարցի պատասխանը լսեք։ Ես այստեղ գալիս եմ, երբ որ ինձ կանչում են ժողովի, այլապես իմ թեմում Վայոց ձորում չափից դուրս շատ են գործեր։ Հասկանալի է, դուք սահմանամերձ եք։ Համբերեք ուղիղ ասեք, էլի, խնդրում եմ, ուղիղ, մի այսպես։ Ես կարող եմ Բագրատ Սրբազանի մասին ասել այն, ինչ որ ներկայացնում է այստեղի ժողովին։ Ես չեմ մասնակցել, այդ հարցով իրեն հետ ուղիղ չեմ խոսել։ Եվ իմ ամբողջ տրամաբանությունը այդ ուղղությամբ կախված է այս ժողովներում ասված մի հետ։ Դուք ձեր դիրքորոշումը չունեք։
Իսկ ժողովների նյութը հրապարակվում է։ Իմ դիրքորոշումը շատ հստակ է։ Եկեղեցին քաղաքականության մեջ պիտի չխառնվի, ոչ նախկինում, ոչ այսօր։ Իսկ սա պետականության հարց է, թե ոչ։ Բնակ քաղաքականությունը կործանեց Արցախը, թե ոչ։ Մի րոպե, դուք այսօր Արցախի թեմի առաջնորդի հետ Երևանում ամենօրյա շփման մեջ եք գնա։ Ես տեսականորեն եմ ասում։ Տեսականորեն էլ այդպես չէ։ Լավ, դուք ունեք Արցախի թեմ, ֆիկտիվ, ինչպես որ Ադրբեջանի թեմ ունենք, հասկանում եք, չկա այդ թեմը, չկա Արցախը։ Դուք սրա վերաբերյալ հերիք կարծիք չեք հայտնել։ Հիմա էլ այդ Արցախի համար պայքար մղողներին ասում եք, նրանք քաղաքականության մեջ են։ Կներեք, մենք էլ լրագրող ենք, բայց լրագրող լինելուց զատ նաև ունենք սեփական տեսակետ։ Դուք ունեք ձեր սեփական տեսակետը, այդ մարդիկ խոսքի համար պիտի լինեին բանտում, եւ դուք աջակցել եք թեկուզ մի անգամ Բագրատ Սրբազանին, ով այդ շարժումը ձևավորել էր իր ձևակերպմամբ ազգակործան իշխանության դեմ։ Բագրատ Սրբազանը իմ աջակցության կարիքը չի ունեցել, Ինչ գիտեք։ որովհետեւ եթե ունենար կդիմեր։ Իսկ դուք երբևէ զանգել եք։ Եթե ունենար կդիմեր։ Դուք զանգել եք նրան այդ շարժման ընթացքում։ Չեմ եղել եւ այսօր էլ համամիտ չեմ, որ որևէ հոգեվորական, այդ թվում Բագրատ Սրբազանը մտնի քաղաքականության մեջ։ Եթե ջերմուկում նստածը թշնամին, Սյունիքի սարերի նստածը եւ Փաշինյանը մի անգամ падգամավորներից մեկինի պատասխան ասել է ես եմ ասել չկրակեն, այսինքն պետք չի սադրել խաղաղության նորակարգին։ Հիմա չկրակելով նրանք արդեն 3 տարի ձեր քթի տակ են։ Սա քաղաքականություն է, թե քաղաքականություն չէ։ Դուք ունեք սրա վերաբերյալ տեսակետ, թե ոչ դուք քաղաքացի եք։ Դուք ունեք քաղաքացիական պատասխանատվություն Այդ նաեւ։ հարցը հոգեվորականին տրվելիք հարց չէ։ Եթե կա այդպիսի խնդիր, նախ ստացեք քաղաքական մարմինների պատասխանները։ Մեզ ձեր պատասխանն է հետաքրքիր։ Ես չէ որ պիտի որոշեմ նման հարցերը եւ կարծիք հայտնեմ։ Դա Մի խոսքով Փաշինյանը ինչ անում է, դուք օքեյ եք։ Փաշինյանի մասին չէ խոսքը։ Խոսքը հոգեվորականի մասին է։ Լավ, Հոգեվորականը Աջապահյանին իր նստելը, դերի մեջ, ոչ թե- Աջապահյանի կալանավայրում լինելը 1 տարի առաջ խոսքի համար, 1 տարի առաջ հնչած խոսքի համար, ձեզ համար հանդուրժելի է։ Դրա համար կան փաստաբաններ, որոնք աշխատում են։ Դուք ձեր Երբ որ- տեսակետը ունեք, թե չէ։ Ինչ եք անընդհատ ցանում այդ խոսքը։ Ես ձեզ ասում եմ, դուք համաձայն եք, որ ձեր ծառայակիցը նստած լինի բանտում խոսքի համար։ Մի քանի անգամ ասեցի, դուք ինձնից այս պահին ժողովից առաջ պատասխան մի սպասեք։ Բայց այս արդեն կատարված փաստը եւ ակտը կա, մարդը նստած է։ չլինել։ Խմբագրելը պատարակը Քաղաքականություն չէ։ Սրբազան Ալեն Սիմոնյանի հետ մտերմության մասը Սրբազան հայր։